Ինչ է տեղի ունենում, երբ այցելուն կապվում է հոգեբանի հետ, ինչքանով է սա թերապևտիկ process-ում նորմա եւ ինչպես ճիշտ ավարտել, էթիկապես ճիշտ ավարտել թերապիան։ Ես կարծում եմ, որ եւ իմ կարծիքը համենայն դեպս բխում է համընդհանուր մասնագիտական ոլորտում շատ հեղինակավոր նաև հեղինակների կողմից առաջադրված կարծիքին, ավելի ճիշտ ես հարում եմ այդ կարծիքին, կախվածություն որոշակի հուզական կարող է առաջանալ թերապիայի սկզբում, եթե մարդը գալիս է ուժեղ տագնապներով եւ ինքը տեսնում է այդ հույսը եւ ինքը հասկանում է, որ այստեղ այնտեղն է, որտեղ իր տագնապները կարող են նվազել, բնականաբար ինքը իր ռեսուրսները դեռ թույլ են, ինքը դեռ այդ ուժը չունի ինքնուրույն հաղթահարելու եւ այդ ժամանակ կարող է առաջանալ կախվածություն։ Մենք սա համարում ենք նորմալ, բայց երբ որ թերապևտիկ process-ում տագնապները սկսում են նվազել, այցելուի ռեսուրսները սկսում են ուժեղանալ, ավելի լավ աշխատել, մեր հիմնական նպատակն է, որ ինքը ինքնուրույնանա, այսինքն իր խնդիրները լուծելու ձև սովորի նաև։ Եվ այդ դեպքում այցելուների հետ, երբ որ տագնապներն էլ վերանում են, փոփոխությունները գրանցում ենք, երկուստեք եւ մենք եւ այցելուն, մենք իրեն հրաժեշտ ենք տալիս։ Եթե տեղի է ունեցել մի բան, որ թերապիայի ավարտին այցելուն, ինչպես դուք եք ասում, գտնում է ինչ-որ պատճառներ վերադառնալու կամ չգնալու համար, սա կարող է լինել նրանից, որ հարաբերությունները ճիշտ չեն ձևավորվել, ինչպես քիչ առաջ նշեցինք, դրանք եղել են ոչ թե մասնագիտական հարաբերություններ, այլ վերածվել են անձնական հարաբերությունների։